պատվելի տերհայր, հարգելի պարոն Ղազանչյան, հարգելի պարոն Աթայան, հարգելի ներկաներ, կապան այցելած հարգելի հյուրեր։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ողջունում եմ բոլորիդ Սյունիքի մարզկենտրոնում և շնորհավորում Կապանում առաջին անգամ կազմակերպվող կամերային ներկայացումների փառատոնի կապակցությամբ, որի մեկնարկը տրվում է այսօր։ Այս բացառիկ իրադարձությունը անցկացվում է շատ գեղեցիկ Հոբելյանի արդիվ։ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը նշում է իր հիմնադրման 90-ամյակը, ինչը պատեհարիք է շնորհավորելու այս մշակութային օջախի ղեկավարությանը, ստեղծագործական կազմին ու ողջ կոլեկտիվին, ինչպես նաև թատերասեր հանրությանը, թատրոնի բարեկամներին ու բոլորիս, քանզի առանց Կապանի թատրոնի անհնար է պատկերացնել մարզկենտրոնի մշակութային կյանքը։ Կամերային ներկայացումների փառատոնը հիրավի նոր շունչ է բերում ոչ միայն Սյունիքի մարզ, այլև հանրապետության թատերական կյանքին։ Ուրախ ենք Սյունիքում հյուրընկալել այսքան տարբեր թատերական կոլեկտիվներ, որոնց խաղին կապանցի հանդիսատեսը միշտ սպասում է և որոնք առաջիկա օրերին քաղաքի մթնոլորտը արվեստասերների համար կլցնեն յուրօրինակ գույներով։ Շնորհակալություն փառատոնը նախաձեռնողներին, կազմակերպիչներին, աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն նրա կայացման մեջ։ Չմոռանալով հոբելյանական տարվա մասին, փաստենք, որ բոլոր քաղաքները չէ, որ վայելում են թատրոն ունենալու բարեբախտությունը, իսկ նրա 90-ամյա ուղին ու անցած ճանապարհը խոսում է նաև Կապանի որպես մշակութային արժեքներ ու ավանդույթներ ունեցող, մշակույթը գնահատող ու սիրող քաղաքի պատմության մասին։ Թող որ մեր սիրելի թատրոնի, նրա անձնակազմի հետագա ուղի լինի հարատև։ Բազում ստեղծագործական հաջողություն եմ մաղթում ձեզ և հանդիսատեսի չմարող սեր ու ծափողությունները, նաև ճանաչելիությունը ոչ միայն Կապանից, այլև Հայաստանից դուրս բեմերում։ Թող ձեր յուրաքանչյուր բեմելը լինի սպասված և անցնի լեփ-լեցուն դահլիճներում։ Եվս մեկ անգամ շնորհավոր թատրոնի 90-ամյակը, իսկ նոր փառատոնի բարի երգ ու անմոռանալի ներկայացումներ Կապանում։ Շնորհակալություն։